ընդդիմադիր քաղաքական գործիչ, թե FSB-ի գործակալ։ Մինչ մենք տաշիրում քարոզարշավի էինք, ողջ համացանցը պայթեց ինսայդերի հրապարակած փաստաթղթերից։ Պարզվում է, ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, երբ Կալուգայում դիմել է Եվրոպայի քաղաքացիության համար, իր փաստաթղթերը լրացնելիս աշխատանքի վայր նշել է FSB-ի տեղեկատվական կենտրոն։ FSB-ի տեղեկատվական կենտրոն նշում են դասական լրտեսները, եւ սա իմ մեկնաբանությունը չէ, սա փորձագետների, մասնագետների վերլուծություն է։ Շատ ակնհայտ է, որ այս մարդը ներդրվել է ներհայաստանյան քաղաքական կյանք պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանում Ռուսաստանի ազդեցության ուժերի, այսպես ասած, երկրորդ շնչառության համար։ Եվ մեր քաղաքացիները ընտրության գնալիս պետք է հստակ պատկերացնեն, որ օտարերկրյա լրտեսի եւ խաղաղության միջև է մեծ հաշվով ընտրությունը։